Վարչապետի հրաժարականի մասին տեղեկատվությունը առավելապես մեծ ոգևորությամբ են ընդունել կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիայի դուրս եկած Նաիրիդ գործանի նախկին աշխատակիցները եւ Հաշմանդամ օդաչուների միություն հասարակական կազմակերպության անդամները, ովքեր արդեն 10 տարի չեն ստանում աշխատանքի ընթացքում առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Բողոքի ակցիայի մասնակիցները հույս ունեն, որ նոր վարչապետի հավանական թեկնածու Կարեն Կարապետյանի նշանակմամբ իրենց խնդիրները վերջապես լուծում կստանան։ Կարեն Կարապետյանը ավելի պրինցիպիալն է, ավելի բան հատկապես հանրապետական պարտիայից չի իմացար, մի քիչ ժողովրդի մասին կմտածենք։ Մինչև աշկովը չտեսնես, ակաջովը չլսես, մինչև չտանես, համտես չանես, կյանքում ոչ մի բանին ոչ հավատա, ոչ էլ։ Նա այսօրվա դրությամբ ծանոթ է արտադրությանը, գազետ կախված մյուս հարցերով նա կարող է Նաիրիդ գործարանին ընդառաջել, որպեսզի դրական արդյունքներ ստանա։